Ընդհանրապես հուշարձանների վերականգնմանն ուղղված բյուջեն ավելի քան 10 անգամ աճել է 2018-ի համեմատ։ Մենք սկսել ենք 116 միլիոնից եւ հասել ենք միլիարդ մինչեւ 800 միլիոն եւ սա առաջին հերթին պետության քաղաքականությունն ու ուշադրությունն է հուշարձանների պահպանությանը։ Իհարկե գիտեք, որ մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում պետականության խորհրդանիշ հուշարձանների վերականգնմանը, հատկապես տարբեր բերդերի, ամրոցների, աշխարհիկ շինությունների եւ վերջին շրջանում բազմաթիվ այդպիսի աշխատանքներ ենք մեկնարկել, ավարտել, ընթացքում են գտնվում, սակայն մեր ուշադրությունից դուրս չի մնում նաեւ եկեղեցական եւ վանական համալիրների մեր հուշարձանների պահպանությունը եւ մի քանի թվերով ըստ տարիների կարող եմ ներկայացնել, եթե հարցը հնչեց 2018 թվականին մասնավորապես աշխատանքներ են իրականացվել Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցու, Իրինդի Սուրբ Աստվածածին եկեղեցու, Այգեշատի Թարգմանչած եկեղեցու, Քոբայրավանքի Սանահինի եկեղեցու, Տեղի Սուրբ Գևորգ եկեղեցու, Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու, Նուռնուսի եկեղեցու ուղղություններով ավելի քան 100 միլիոն դրամ, 2019-ին Դիվինի հնավայրի Միանավ եկեղեցին, Սոլակի Աստվածածին եկեղեցին, Կամարիսի Սուրբ Հովհաննես եկեղեցին, Բնունիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Փարպիի Ծիրանավոր եկեղեցին, Մարտունու Հինգետիկի վանքը 2020-ին Սանահինի Սուրբ Ամենափրկիչը, Մարմաշենի վանական համալիրը, Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, Բնունիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Շատիվանքի վանական համալիրը, 21-ին միջոցներ են ուղղվել Փարպիի Ծիրանավորին, Հովանավանքի կից կառույցներին, Թարգմանչած եկեղեցուն, Բարձրաքարշի Սուրբ Գրիգոր վանական համալիրի նախագծման հետ կապված աշխատանքները ավարտել ենք, վերականգնման գործընթացի կապալառուի ներգրավման փուլում ենք Բնունիսում, ուրեմն 22-ին Քոբայրավանքի մեր ուղղված աշխատանքներն են շարունակվել Սանահինում, Գովշավանքի, Գավթի ընտանիքածածկերի նորոգումը մասնավորապես Հաղպատ վանական համալիրում, այստեղ հատկապես աշտարակները վատ վիճակում էին եւ արևմտյան հատվածում արել ենք անհրաժեշտ վերականգնման աշխատանքները երերույթի տաճարում 23 թվականին Լոռի Բերդի Միջնաբերդի եկեղեցին, Սրվեղ վանական համալիրը, Բջջնի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Բագարանի Շուշանավանքը, Տավուշ Ամրոցի եկեղեցին, Տեղի Սուրբ Գևորգը այստեղ կան շարունակվող աշխատանքներ նաև նախորդող տարիներից նույն Քոբայրավանքի, Սանահինի, Փարպիի եւ Այգեշատի եկեղեցիներում 24-ին Գիրանցում Սուրբ Երրորդության եկեղեցին ենք վերականգնում, արդեն գրեթե ավարտում ենք, ովքեր առիթ են ունեցել այցելել Գիրանց, հենց դպրոցի հարևանությամբ է գտնվում եւ կարծում եմ, որ շատ լավ միջավայր է ձևավորում, Սրվեղում են աշխատանքները շարունակվում Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին որտեղ որմնանկարներն ենք վերականգնել եւ սա էլ աշխատանքի շատ կարեւոր ուղղություն էր Քոբայրավանք, Մարիամաշեն եկեղեցին, Հաղպատը, Լոռի Բերդը, Այգեշատը, Փարպին, նաեւ Հորսի ուրեմն եկեղեցում եւ 25 թվականին նախատեսված է 814 միլիոն դրամից ավել ուղղել կրոնական կառույցների, եկեղեցիների եւ ուրեմն վանական համալիրներին, որտեղ ներառված է Պտղնու տաճարը, Ծիրանավոր եկեղեցին, Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցին, շարունակվող աշխատանքներն են Լոռի Բերդում, Թարգմանչած եկեղեցում, Սեդվի վանական համալիրն է, Երերույթի տաճարում, հավելյալ աշխատանքներն են Շատիվանքը եւ նոր եկեղեցիներից շարունակվողներից բացի այստեղ կնշեմ նաեւ Պեմզաշենի եկեղեցիները եւ կարող եմ շատ երկար խոսել